Ազատ լուրերը շարունակում է աշխատանքը, ես Արա Աբրամյանն եմ, բարի երեկո, որ վերադարձությունները նախ համարոտ։ Մայիսի 9-ը սովորական օր չէ հայ ժողովրդի համար, այն ցավի, հազարավոր մարդկային կորուստների, բայց նաև հաղթանակների օր է։ Այսօր լրանում է հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարին, Շուշիի ազատագրման 33-րդ եւ Արցախի բանակի կազմավորման 33-րդ տարեդարձը։ Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագրի մեկնարկն ազդարարող հանդիսավոր արարողություն։ Նորաստեղծ կենտրոնը կգործի 1 կանգառ, 1 պատուհան սկզբունքով։ Սյունիքից հնչում է խաղաղության եւ զարգացման ուղերձը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Փաշինյանի գլխավորությամբ շարունակում է նախընտրական քարոզարշավը։ Վարչապետը խոսել է պաշտպանունակ բանակի ձևավորման, տնտեսական ակտիվության, ճանապարհաշինական եւ կրթական լայնածավալ ծրագրերի մասին։ Ազգային ժողովի ընտրություններին քվեաթերթիկի 6-րդ համարի տակ հանդես եկող միասնության թևեր։ Կուսակցությունը քարոզարշավին շեշտը դնում է Հայաստանի անվտանգության, ազգային շահերի պաշտպանության եւ պատերազմի մասնակիցների ու զոհվածների ընտանիքների նկատմամբ պետական հոգացության վրա։ Առաջիկա խորհրդանական ընտրություններին 17 համարի ներքո հանդես եկող Հայաստան դաշինքը նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվել է Էջմիածին քաղաքից հանդիպելով տեղի բնակիչների հետ։ Դաշինքի առաջնորդ Քոչարյանը կրկին կարևորել է Ռուսաստանի Դաշնության հետ կապերի խորացումը։ Երեք երեկոյան կայացած ուժեղ Հայաստան կուսակցության հավաքի ժամանակ անձինք են ձերբակալվել։ Այս մասին հայտնել են ոստիկանությունից, նշելով, որ նրանց մոտ հայտնաբերվել են դանականեր։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Մայիսի 9-ը սովորական օր չէ հայ ժողովրդի համար, այն ցավի, հազարավոր մարդկային կորուստների, բայց նաև հաղթանակների օր է։ Այսօր լրանում է հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարին, Շուշիի ազատագրման 33-րդ եւ Արցախի բանակի կազմավորման 33-րդ տարեդարձը։ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առիթով երկրի ղեկավարությունը հանդես է եկել ուղերձներով, ընդգծելով պատմության դասերը հիշելու, խաղաղությունը պահպանելու եւ պետականությունը ամրապնդելու կարեւորությունը։ Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության ամենախորհրդանշական օրերից մեկն է։ Այն միավորում է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի հիշատակը, հայկական զինվորի հերոսությունն ու ազգային պայքարի տարբեր փուլերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովուրդը կրել է ծանր կորուստներ, սակայն միաժամանակ տվել է հազարավոր հերոսներ, որոնք մասնակցել են հաղթանակի կերտմանը Մոսկվայից մինչև Բեռլին։ 1941-ից 45 թվականների պատերազմին մասնակցել է 600,000 հայ, որոնցից ավելի քան 300,000-ը զոհվել են ռազմաճակատում։ Հայերը կռվել են պատերազմի գրեթե բոլոր ուղղություններով, ցուցաբերելով տոկունություն եւ ռազմական բարձր պատրաստվածություն։ Պատերազմի ընթացքում ձևավորվել են նաև հայկական ազգային դիվիզիաներ, որոնք կարևոր դեր են ունեցել մի շարք ռազմագործողություններում։ Հայ զորահրամանատարներից առանձնահատուկ տեղ ունի Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, որը ղեկավարել է խոշոր ռազմական գործողություններ եւ համարվել Խորհրդային բանակի ամենահեղինակավոր հրամանատարներից մեկը։ Պատերազմի հերոսներից էր նաև օդաչու Նելսոն Ստեփանյանը, որը կրկնակի արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Պատերազմում հաղթանակը կերտվում է ժողովրդի կամքով, տոկունությամբ եւ հավատով։ Չկա իմաստ թաքցնելու, որ պատերազմից առաջ մենք հիմնականում սովորում ենք հարձակվել եւ բավարար ուշադրություն չենք դարձնում նահանջի նման կարևոր գործողությանը։ Դրա համար ծանր գին վճարեցինք։ Պարզվեց հրամանատարներն ու շտաբները բավարար չափով պատրաստ չէին կազմակերպելու եւ իրականացնելու նահանջը։ Պատերազմի երկրորդ շաբաթում մենք փաստորեն ստիպված էինք սկզբից սովորել ամենադժվար նահանջելու արվեստը։ Հայ ժողովուրդը պատերազմի տարիներին պայքարել է ոչ միայն ռազմաճակատում, այլև թիկունքում։ Հայ աշխատավորները մասնակցել են զինամթերքի, տեխնիկայի եւ անհրաժեշտ պարագաների արտադրությանը, աջակցելով խորհրդային բանակին։ Մայիսի 9-ը Հայաստանի համար ունի մեկ այլ կարևոր նշանակություն։ 1992 թվականի հենց այս օրը ազատագրվեց Շուշին։ Այդ գործողությունը դարձավ Արցախյան առաջին պատերազմի ամենակարևոր հաղթանակներից մեկը եւ երկար տարիներ ընկալվեց որպես հայկական ռազմական հաղթանակի խորհրդանիշ։ Հազարավոր տարիներ հաղթանակ չունեցած մեր ժողովուրդը վերջին 8 տարիների 5 տարիների ընթացքում գաղթականից, կոտորվածից դարձավ նվաճող։ Ովքեր էինք մենք, ամբողջ աշխարհում մեզ ասում էին, որ ձեզ կոտորել են 5 միլիոն, մենք ասում ենք ոչ, մեզ կոտորել են 2 միլիոն։ Սա է մեր հպարտությունը։ Եվ հանկարծ այս նույն ժողովուրդը դուք դարակ ոչ միայն հերոսներ, որ կարողանում են հողը պաշտպանել, այլ կարողանում է հարկ եղած դեպքում նաև մեծ հաղթանակներ տանել։ Եվ կարողանում է իր հիմնական պատերազմը տալ ոչ թե իր մայրաքաղաքի մատուցներում, այլ կարողանում է տալ օտար հողերում։
Եվ այս ամենը չնկատել, այս ամենը չգնահատել, նշանակում է դատապարտված լինել պարտության հետագայում։ Վազգեն Սարգսյանի խոսքերից տասնամյակներ անց էլ մայիսի 9-ը շարունակում է մնալ ոչ միայն հաղթանակի, այլև խաղաղության արժեքի վերաիմաստավորման օր։ Հայաստանի ղեկավարությունն իր ուղերձում ընդգծել է ֆաշիզմի դեմ պայքարի պատմական նշանակությունը, հայ ժողովրդի ներդրումն ու այսօր հաստատված խաղաղության պահպանման կարևորությունը։ 2026 թվականի մայիսի 9-ը նշում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում։ Արդեն 2 տարի Հայաստան-Ադրբեջան հրաձգության հետևանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Մեր սահմանամերձ բնակավայրերն ապրում են հրաձգություններից զերծ միջավայրում։ Սա կարևորագույն ձեռքբերում է, որ մեր երկրի անկախությունից ի վեր առաջին անգամ ունենք։ Այսօր մեր խնդիրն է պատշաճ խնամք տանել ձեռքբերված խաղաղության նկատմամբ, այն ամեն օր ավելի ամուր եւ ավելի հուսալի դարձնելու նպատակով։ Մայիսի 9-ի ուղերձում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ նշել է, որ այսօրը միավորում է հաղթանակի հիշողության եւ խաղաղության գաղափարները։ Նրա խոսքով հայ ժողովուրդը պատվով է մասնակցել ֆաշիզմի դեմ պայքարին, վճարելով ծանր գին հանուն խաղաղ աշխարհի։ Մայիսի 9-ը մեր պատմության եւ հավաքական հիշողության կարևորագույն օրերից է, միավորող հաղթանակի հիշողության եւ խաղաղության գաղափարները։ Այսօրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին անձնվիրաբար պայքարեցին մարդկությունը ֆաշիզմից ազատագրելու համար։ Հայ ժողովուրդը պատվով է մասնակցել այդ պայքարին։ Տասնյակ հազարավոր հայեր կռվել են տարբեր ճակատներում, կրել ծանր կորուստներ, սակայն անսասան կամքով շարունակել պայքարը հանուն խաղաղության եւ անվտանգ աշխարհի։ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առիթով ուղերձ է հղել նաեւ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ընդգծելով, որ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում խաղաղության պահպանումը շարունակում է մնալ առաջնահերթություն։ Մայիսի 9-ը հիշատակի, հարգանքի եւ խաղաղության խորհուրդ ունեցող օր է։ Այսօր մենք հիշում եւ հարգանքի տուրք ենք մատուցում ֆաշիզմի դեմ պայքարում իրենց կյանքը զոհաբերածներին։ Հայ ժողովուրդը նույնպես իր զգալի ավանդն ու արժանապատիվ մասնակցությունն է ունեցել այդ պայքարում։ Այսօր աշխարհաքաղաքական բարդ ու անկայուն պայմաններում առավել քան երբևէ կարևոր է պահպանել խաղաղությունը, ամրապնդել պետականությունը եւ շարունակել կառուցել անվտանգ, ժողովրդավարական եւ կայուն Հայաստան։ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ այցելել է հաղթանակ զբոսայգի, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության եւ խաղաղության համար զոհվածների հիշատակին։ Հանրապետության նախագահի անունից ցաղկեպսակեզ է տեղվել անհայտ զինվորի հուշակոթողի մոտ։ Նախագահը ծաղիկներ է դրել զոհվածների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը եւս մայիսի 9-ի կապակցությամբ այցելել է հաղթանակի զբոսայգի եւ հարգանքի տուրք մատուցել հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին։ Դեսպանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Խորհրդային Միության ժողովուրդների հաղթանակը նացիզմի դեմ շարունակում է պահպանել իր արդիականությունը նաեւ այսօր։ Նրա խոսքով աշխարհում ընթացող զարգացումները ցույց են տալիս, որ 1945 թվականի պատմական դասերը չեն կորցրել իրենց նշանակությունը, իսկ հաղթանակի հիշողության պահպանումը շարունակում է միավորել ժողովուրդներին։ Վերջին հանդիպման ժամանակ 3 փաստաթղթերի նախագիծ ենք համաձայնեցրել հանձնաժողովներով, որոնք հետագա աշխատանքի համար կարևոր նշանակություն ունեն։ Այս մասին հաղթանակ զբոսայգում նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով սահմանազատման հարցերով Հայաստանի ու Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովների աշխատանքին։ Դրանք նկարագրում են պրոցեդուրան, բնույթով տեխնիկական են ավելի շատ, բայց միևնույն է կարևոր են, որովհետև այդ փաստաթղթերի համաձայն պետք է շարունակեք գործել։ Այդ փաստաթղթերը հրապարակային են, երկու երկրներում պետք է ներպետական ընթացակարգերով հաստատվեն, ըստ այդմ կծանոթանաք նաև տեքստին, ասել են նա։ Հարցին դրանից հետո որքան ժամանակ կպանջվի գործընթացը գետնի վրա սկսելու համար, փոխվարչապետը պատասխանել է. բոլոր հետագա անելիքների վերաբերյալ տեղեկությունները այնքանով որքանով հրապարակային են, մենք հրապարակում ենք։ Պետական եկամուտների կոմիտեում տեղի ունեցել Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագրի մեկնարկն ազդարարող հանդիսավոր արարողություն։ Նորաստեղծ կենտրոնը կգործի 1 կանգառ, 1 պատուհան սկզբունքով հնարավորություն տալով բիզնեսին 1 վայրում իրականացնել բոլոր անհրաժեշտ մաքսային գործընթացները, խնայելով ժամանակ եւ ռեսուրսներ։ Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագրի մեկնարկն ազդարարող հանդիսավոր արարողությունը։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի եւ IRD Engineering գիտելական ընկերության միջև ստորագրվել է ծրագրի իրականացման աջակցման պայմանագիրը, որով պաշտոնապես տրվել է ծրագրի մեկնարկը։ Միջոցառմանը մասնակցել են ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի դեսպան Ալեսանդրո Ֆերանտին, վերակառուցման եւ զարգացման
զարգացման Եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, IRD Engineering ընկերության գործադիր տնօրեն Պաոլո Օրսինին, նաև կոմիտեի տարբեր ստորաբաժանումների ղեկավարները։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է Հայաստանի համար ծրագրի ռազմավարական նշանակությունը։ Այս ծրագիրը այն գործնական արտացոլումն է Հայաստանի Հանրապետության կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության, քանի որ կառուցվող կենտրոնը դառնալու է տարածաշրջանային կայունության և տնտեսական համագործակցության ժամանակակից և նորագույն տեխնիկայով հագեցած հանգույց։ Այսօր ստորագրվող պայմանագիրը ոչ միայն պաշտոնական փաստաթուղթ է, այլև մեր ընդհանուր պատասխանատվության, վստահության հավակնոտ տեսնականի խորհրդանիշը։ Ըստ միջոցառմանը ներկա միջազգային կառույցների ներկայացուցիչների Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը կարևոր ներդրում է տարածաշրջանային գործակցության և առևտրի դյուրացման, նաև ենթակառուցվածքային զարգացման գործում։ Այս խոշոր նախաձեռնությամբ Հայաստանի հարավում կձևավորվի նոր տնտեսական և լոգիստիկ հանգույց, միտված միջազգային բեռնափոխադրումների և մաքսային գործընթացների սպասարկման արդիականացմանը, նաև ժամանակակից և թվայնացված մաքսային միջավայրի ձևավորմանը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 14.4 միլիոն եվրո և ֆինանսավորվում է վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի վարկային ու դրամաշնորհային միջոցներով, նաև Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ։ Սյունիքից հնչում է խաղաղության և զարգացման ուղերձը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Փաշինյանի գլխավորությամբ շարունակում է նախընտրական քարոզարշավը։ Բնակիչների հետ հանդիպումների ընթացքում վարչապետը խոսել է պաշտպանունակ բանակի ձևավորման, տնտեսական ակտիվության, ճանապարհաշինական և կրթական լայնածավալ ծրագրերի մասին, ընդգծելով, որ երկրի առաջնային նպատակը խաղաղության ամրապնդումը և քաղաքացիների բարեկեցության բարձրացումն է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավը շարունակում է Սյունիքում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ թիմը նախ հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակին, ապա այցելել Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան։ Քաղաքացիների հետ հանդիպմանը Փաշինյանը ներկայացրել է կուսակցության ծրագրերը, խոսել իրենց առջև կանգնած մեծ մարտահրավերների և խնդիրների, դրանց լուծման մասին։ Համայնքի ղեկավարը հավաստիացնում է, որ Մեղրիում անշարժ գույքի գները կրկ նա պատվեր են, և դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Մեղրին ոչ միայն հավատում է խաղաղությանը, այլև Մեղրին խաղաղության խաչմերուկ է։ Կուսակցությունն իդեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցում է ընտրողների քվեն երկրում հաստատված խաղաղությունը պահպանելու, այն անշրջելի և հարատև դարձնելու համար, որի առանցքային գործոնն է պաշտպանունակ բանակի ստեղծումը։ Վարչապետը նշել է, որ վերջին տարիների ընթացքում զգալիորեն զարգացել է ռազմարդյունաբերական համալիրը, իրականացվել են մեծածավալ ամրաշինական աշխատանքներ, 6 ամսով կրճատվել է պարտադիր զինծառայության ժամկետը։ Նա խոսել է տնտեսական զարգացման, ճանապարհաշինական ու ենթակառուցվածքային ծրագրերի, մարզում նոր աշխատատեղերի ստեղծման, կրթության մասին, ընդգծելով, որ 2026-ին կավարտվի 300 դպրոց, 50 մանկապարտեզ ծրագիրը։ Հաջորդ փուլումի միջայլոց մենք կամավոր ատեստավորված ուսուցիչների համար մի հատ ենք կամավոր ատեստավորում անելու։ Եթե առաջին կամավոր ատեստավորվածների համար դրույքը 100,000-ի փոխարեն 200,000 դրամ է, հաջորդ կամավոր ատեստավորման ժամանակ դրույքը լինելու է 300,000 դրամ, գումարած ատեստավորման տոկոսը։ Առաջիկա տարիներին նախատեսվում է ստեղծել տարեկան առնվազն 25,000 նոր աշխատատեղ։ Ես համոզված եմ, որ մինչև տարվա վերջ երկաթուղու շինարարության հետ կապված արդեն կոնկրետ գործողություններ կանենք, ինչը նշանակում է միջայլոց բազմաթիվ աշխատատեղեր Մեղրիում։ ՔՊ-ն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո, իսկ քարոզարշավի հիմնական ուղերձն է «Տեր կանգնենք խաղաղությանը»։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրություններին քվեաթերթիկի 6-րդ համարի ներքո հանդես եկող Միասնության թևեր կուսակցությունը քարոզարշավին շեշտը դնում է Հայաստանի անվտանգության, ազգային շահերի պաշտպանության և պատերազմի մասնակիցների ու զոհվածների ընտանիքների նկատմամբ պետական հոգացության վրա։ Կուսակցության նախագահ Արման Թաթյանի խոսքով իրենց նպատակը Հայաստանի շահերից բխող քաղաքական օրակարգ ձևավորելն է։ Մայիսի 9-ի առիթով Միասնության թևեր կուսակցության անդամներն այցելել են հաղթանակի զբոսայգի, հարգանքի տուրք մատուցելու հայրենական պատերազմի զոհերի հիշատակին։ Այցից հետո կուսակցության նախագահ Արման Թաթոյանը պատասխանել է լրագրողների հարցերին, ընդգծելով, որ մայիսի 9-ը միայն հիշողության օր չէ, այլ ազգային ինքնության և ապագա քաղաքականության հիմք։ Մենք իրավունք չունենք մոռանալ
եւ չհիշել մեր պապերի, մեր հայրերի, մեր եղբայրների սխրանքները, նրանք կյանք են տվել մեր համար, մեր ժողովրդի համար։ Միասնության թևեր կուսակցությունն ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցում է Քվեաթերթիկի 6-րդ համարի ներքո։ Կուսակցության ղեկավար Արման Թաթոյանի խոսքով իրենց նպատակը Հայաստանի շահերից բխող քաղաքական օրակարգ ձևավորելն է։ Ովքեր զոհվել են փառք ու պատիվ նրանց ընտանիքներին, կյանք են տվել մեզ համար, ովքեր հաշմանդամություն են ձեռք բերել, նրանք լինելու են մեր ամենօրյա հոգացության ներքո, պաշտպանելու ենք նրանց իրավունքները մինչև վերջ, որովհետև նրանց շնորհիվ է, որ մենք այսօր կանք, մեր հզորությունը պահպանում ենք։ Եվ իհարկե գնահատելու ենք դրա հիման վրա էլ մշակելու ենք քաղաքականություն խաղաղ դասերով, ինչպես անել, որպեսզի երբևէ այլևս չկրկնվեն աղետներ, որ նաև եղել են։ Թաթոյանը շեշտել է, որ Հայաստանին պետք է երկրի շահերով առաջնորդվող իշխանություն եւ իրենց քաղաքականության հիմքում լինելու է ոչ միայն պատմական հիշողությունը, պատերազմի մասնակիցների եւ զոհվածների ընտանիքների նկատմամբ պետական հոգացությունը, այլև Հայաստանի անվտանգությունն ու ազգային շահերի պաշտպանությունը։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Առաջիկա խորհրդանական ընտրություններին 17 համարի ներքո հանդես եկող Հայաստան դաշինքը նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվել է Էջմիածին քաղաքից հանդիպելով տեղի բնակիչների հետ։ Դաշինքի առաջնորդ Քոչարյանը կրկին կարևորել է Ռուսաստանի Դաշնության հետ կապերի խորացումը ու եղբայրական հարաբերությունների պահպանումը։ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը Հայաստան դաշինքը իր վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ մեկնարկեց Էջմիածնի անմար կրակ հուշահամալիրի տարածքից։ Ըստ դաշինքի երկրորդ համար իշխան Սաղաթելյանի իրենց նախընտրական ծրագիրը հիմնված է 6 կարևոր սկզբունքների վրա։ Անվտանգ եւ մրցունակ Հայաստան, համերաշխություն, ազգային ինքնության վրա հիմնված պետություն, համահայկականություն, աշխատանք եւ գիտություն։ Էջմիածնեցիների հետ հանդիպման ժամանակ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը խոսել է տնտեսության զարգացումից, պետության անվտանգությունից եւ ներկայացրել իրենց պատկերացրած անվտանգության մոդելը։ Ըստ նրա անվտանգության մոդելը պետք է կառուցված լինի մարտունակ բանակից, ուժեղ առաջնորդից եւ հզոր դաշնակցից։ Քոչարյանը հերթական անգամ հիշեցրել է, որ Հայաստանը անկախտելի կապված է Ռուսաստանի հետ եւ թե տնտեսությունը, թե անվտանգությունը պետք է հիմնվի այնպիսի հզոր դաշնակցի վրա, ինչպիսին Ռուսաստանն է։ Արցախյան առաջին պատերազմից հետո իր իսկ կառավարման տարիներին մեծ կարողության տեր դարձած Քոչարյանը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաեւ երկրի բյուջեի մասին, նշելով, որ այն ժողովրդինն է։ Երկրի բյուջեն դա ժողովրդի փողն է։ Երբ այդ փողերով բան են կառուցում եւ ժողովրդի վրա մուննաթ են գալիս, անթույլատրելի է։ Երբեք դա չենք արել եւ չենք անելու։ Մոսկվան անհանգիստ է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը իբր մտավախություն ունի, որ Եվրոպական միությունը կարող է փորձել միջամտել Հայաստանի առաջիկա խորհրդանական ընտրություններին։ Գերատեսչության գնահատմամբ Եվրամիությունը կարող է օգտագործել նույն մեխանիզմներն ու տեխնոլոգիաները, որոնք կիրառվել են նախորդ ընտրական գործընթացներում Մոլդովայում։ Ռուսական կողմի պնդմամբ այդ գործիքները ներառում են տարբեր միջազգային առաքելությունների եւ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի խմբերի ներգրավում։ Միաժամանակ Մոսկվան հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ուժեղ, կայուն եւ ինքնիշխան Հայաստանը, որը կարող է ինքնուրույն որոշել իր քաղաքական զարգացման ուղին։ Չնայած Մոսկվան հայտարարում է, թե մտավախություն ունի, որ Եվրոպական միությունը կարող է փորձել միջամտել Հայաստանի առաջիկա խորհրդանական ընտրություններին, սակայն Blank Spot շվեդական հարթակը հակառակն է փաստում։ Այն գրել է, որ Հայաստանում խորհրդանական ընտրություններին ընդառաջ Ռուսաստանը ակտիվ տեղեկատվական գործողություններ է ձեռնարկել Հայաստանի իշխանությունների դեմ։ Նշվում է, որ հարթակի տրամադրության տակ է հայտնվել ռուսական փաստաթուղթ, որը վերնագրված է Փաշինյանի դեմ պայքարի ուղղությամբ 2026 թվականի աշխատանքային ծրագիր։ Փաստաթղթում ասվում է, որ գլխավոր նպատակն է ընտրությունները ներկայացնել որպես վստահության անձամբ վարչապետ Փաշինյանին։ Այն նաև նկարագրում է կառավարության ազդեցությունը սահմանափակելու եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմիջի վրա ազդելու ջանքերը։ Նյութում չի հստակեցվում, թե որ ընդդիմադիր ուժին կամ ուժերին է Ռուսաստանը նախապատվություն տալիս։ Ազդեցության գործիքների թվում նշվում է 2025 թվականի աշնան համեմատ Ռուսաստանի մասին հրապարակումների քանակը եռապատկելու եւ հասարակական կարծիքի վրա ազդող ռուսամետ գործիչների թվի ավելացման ծրագիրը։ Նշվում է, որ Blank Spot-ին հաջողվել է հաստատել փաստաթղթի իսկությունը եւ ծագումը։ Մոսկվայում անցկացվել է հաղթանակի օրվա շքերթ։
առանց ռազմական տեխնիկա եւ անվտանգության խիստ միջոցառումների պայմաններում։ Նախորդին Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք բերված երրորդյա հրադադարը մեղմացրել է տոնական միջոցառումների անցկացման ժամանակ Ռուսաստանի մայրաքաղաքի վրա ուկրաինական հնարավոր հարվածների վերաբերյալ մտավախությունները։ Իր ելույթում Վլադիմիր Պուտինը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանը կհաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում։ Նրա խոսքով Ռուսաստանի դեմ կռվում է ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ ՆԱՏՕ-ն։ Պուտինը շնորհակալություն է հայտնել մարտական գործողության մասնակիցներին։ Իդեպ շքերթին մասնակցում էր նաև Հյուսիսային Կորեայի զորախումբը։ Շքերթը լուսաբանող հաղորդավարը շնորհակալություն է հայտնել նրանց ռուս զինվորների հետ ուսուսի տված Կուրսկի շրջանը մեջբերում եմ նեոնացիստներից ազատագրելու համար։ Իսկ եվրոպական միակ առաջնորդը, որն այցելել է Մոսկվա, Սլովակիայի վարչապետ Ֆիցոն է, որը սակայն շքերթի ներկա չի եղել։ Նա միայն հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ։ Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտնել էր, որ Ֆիցոն մտադիր է Պուտինին փոխանցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ուղերձը։ Չնայած հաստատված հրադադարին Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ այս գիշեր Ուկրաինայի վրա հարձակվել են 43 ռուսական անօդաչու թռչող սարքեր եւ Իսկանդեր M հրթիռ։ 34 անօդաչու թռչող սարք է վնասազերծվել շաբաթ առավոտյան Ուկրաինայի զինված ուժերը երկու անգամ հաղորդել են անօդաչու թռչող սարքերի մասին Զոպորոժիեի մոտակայքում։ Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև երրորդյա հրադադար կլինի մայիսի 9-ին, 10-ին, 11-ին։ Կրեմլի խոսնակ Պեսկովը այսօր պատասխանելով լրագրողների հարցերին հայտարարել է, որ հաղթանակի օրվա տոնակատարությունը խափանելու փորձեր չեն եղել։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Ուրախ եմ հայտարարել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմում երրորդյա զինադադարի մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հաղթանակի օրվա տոնակատարությունները կանցկացվեն Ռուսաստանում, բայց նաեւ Ուկրաինայում, քանի որ նրանք կարևոր մաս էին երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այս հրադադարը կներառի բոլոր ռազմական գործողությունների դադարեցում եւ գերիների փոխանակում։ Ես անձամբ եմ խնդրել դա եւ ես շատ եմ գնահատում նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նախագահ Վլադիմիր Զելենսկու համաձայնությունը, նշել է նա։ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է երրորդյա հրադադարը։ Կարմիր հրապարակը մեզ համար պակաս կարևոր է, քան ուկրաինացի գերիների կյանքը, որոնց կարող ենք վերադարձնել տուն։ Ահա թե ինչու այսօր որպես Ամերիկայի միջնորդության բանակցային գործընթացի մաս մենք ստացանք Ռուսաստանի համաձայնությունը գերիների փոխանակում իրականացնելու 1000-ի դիմաց ձևաչափով, նշել է Զելենսկին։ Ավելի ուշ Թրամփի նախաձեռնության մասին խոսել է նաև Վլադիմիր Պուտինի օգնականը։ Ռուսաստանը համաձայնել է աջակցել Թրամփի նախաձեռնությանը Ուկրաինայի հետ հրադադարը մինչև մայիսի 11-ը երկարաձգելու վերաբերյալ, հայտարարել է Ուշակովը։ Նա հայտնել էր, որ Ռուսաստանը աջակցել է Թրամփի նախաձեռնությանը մինչև մայիսի 11-ը Կիևի հետ 1000-ի դիմաց գերիների փոխանակում իրականացնելու վերաբերյալ։ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ի առաջարկը պատերազմի ավարտի վերաբերյալ ներկայում քննարկման փուլում է եւ վերջնական որոշումը կհայտարարվի ավելի ուշ։ Նա նաեւ նշել է, որ վերջին գործողությունները եղել են միջազգային իրավունքի եւ հրադադարի խախտում, սակայն իրանական զինված ուժերը կոշտ պատասխան են տվել եւ պատրաստ են արձագանքել ցանկացած նոր գործողության։ Չնայած Իրանի կողմից հնչող հայտարարություններին համացանցում տեսանյութեր հրապարակվել, թե ինչպես են Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի կողմից որսվում Իրանից արձակված հրթիռները, որոնց նշանակետը օդանավակայանն է։ Մեծ հաղթանակի տոնակատարությունների հետ կապված Մոսկվային ժամանել մի շարք երկրների առաջնորդներ, մասնավորապես Պուտինը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոին Մոսկվա կատարած այցի համար։ Մենք պաշտոնապես ոչ մեկին չենք հրավիրել։ Մենք պարզապես ասացինք, որ ուրախ կլինենք տեսնել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են գալ։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն նույնպես մեկնել է Մոսկվա։ Նա մասնակցելու է հաղթանակի օրվա տոնակատարություններին։ Ֆիցոն լրագրողների զրույցում ասել է, որ շատ քննադատությունների արժանացել Մոսկվայում տոնակատարություններին մասնակցելու իր որոշման համար։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը եւս կմասնակցի Մոսկվայում կայանալիք մեծ հաղթանակի 81-ամյակին նվիրված տոնակատարություններին, իսկ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզոյևը չի մասնակցի մոսկովյան տոնակատարություններին։ Reuters գործակալությունը հաղորդում է, որ ուրբաթ Ռոմում Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ տեղի ունենում Ռոմի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջև աճող լարվածության ֆոնին, որը հիմնականում պայմանավորված է Իրանի հետ պատերազմով։ Մելոնին նախկինում համարվում էր Թրամփի ամենամտերիմ դաշնակիցներից մեկը Եվրոպայում եւ ձգտում էր միջնորդել Վաշինգտոնի եւ Եվրամիության երկրների միջև։ Սակայն Մերձավոր Արևելքում պատերազմը մեծացրել է
ճնշում է նրա կառավարության վրա, ստիպելով նրան հավասարակշռել ԱՄՆ-ի նկատմամբ իր դաշնակցային պարտավորությունները հակամարտության նկատմամբ իտալական հասարակության բացասական վերաբերմունքի հետ։ Թողարկման այս հատվածում շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները քննարկել եմ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Բարի երկու պարոն Ղևոնդյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Միասին փորձել ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները եւ սկսենք ամենակարևորից, երբ քաղաքամար Երևանը ընդունեց Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը եվրոպական բազմաթիվ երկրների մոտ 40 երկրների ներկայացուցիչներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ քաղաքամար Երևանում էին։ Նախ ինչպես է գնահատում այս գագաթնաժողովը, հենց ինչու այս ժամանակահատվածում, երբ որ աշխարհը քաոսի եւ խառնճաղանճ իրավիճակներում է, անցկացվում է մեզ մոտ եւ ինչ արդյունք այն տվեց կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում։ Խնդրեմ ձեր։ Աննախադեպ եւ բացառիկ, կարծում եմ երկու բառ, որոնցով կարելի է բնութագրել այն, ինչ տեղի ունեցավ Երևանում, եթե չեմ սխալվում 48 պատվիրակություն էր Հայաստան ժամանել եւ սա առաջին անգամ է ընդհանրապես Հարավային Կովկասի պատմության մեջ, որ նման քանակի պատվիրակություններ Հայաստան են ժամանում, նման քանակի միջազգային իրադարձություններ են տեղի ունենում, աշխարհը սևեռված էր Հայաստանի նկատմամբ։ Ինչ տվեց սա։ Նախ ինչ տվեց սա Եվրոպային, ինչ սա տվեց աշխարհաքաղաքական իմաստով։ Ես նշեմ, որ աշխարհաքաղաքական ներկա զարգացումների պայմաններում եվրոպական երկրները եւ Եվրամիությունը փորձում են դառնալ բևեռ, փորձում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Չինաստան գլոբալ հակամարտության շրջանակներում սուբյեկտայնություն ձեռք բերել կամ սուբյեկտայնությունը ամրապնդել եւ կարողանալ հանդես գալ առանձին դիրքերից։ Եվ դրա համար Եվրամիությունը ստեղծել է եվրոպական համայնքի հասկացությունը, որը ներառում է ոչ միայն Եվրամիության երկրները, այլ նաև այլ երկրները, գլխավորապես իհարկե Միացյալ Թագավորությունը, որը գիտենք Եվրամիության անդամ չէ, բայց բավական ակտիվ մասնակցում է այս գործընթացներին։ Եվ ծանրակշիռ դեր ունի։ Այո, ծանրակշիռ դեր ունի, կարելի է ասել գլխավորող դերերից մեկը Միացյալ Թագավորությունն է։ Գիտենք, որ Կանադայի վարչապետն էլ ժամանակ Հայաստանի Հանրապետություն նայել այսպիսով աջակցում է Եվրամիության այս օրակարգին եւ Երևանում անցկացնելը նշանակում է Եվրամիությունը այս օրակարգի մաս է դիտարկում նաև Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, բայց կարծում եմ նաև Վրաստանը եւ Ադրբեջանը, որովհետեւ գիտենք Վրաստանի վարչապետը Հայաստանում էր, Ադրբեջանի նախագահին էլ հնարավորություն մասնակցություն ունենալ։ Ընդհանրապես գործընթացներում կարելի է ասել, որ Հարավային Կովկասը դիտարկվում է որպես այդ նոր սուբյեկտանության այդ նոր սուբյեկտանության բաղադրիչ, ինչը էական մեծ նշանակություն կարող է ունենալ, եթե իհարկե հաջողվի այս օրակարգը ուրեմն իրականություն դարձնել Եվրամիության երկրների, առաջին հերթին Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Միացյալ Թագավորության համար, իհարկե Միացյալ Թագավորությունը ոչ Եվրամիության երկիր։ Ինչ տվեց դա Հայաստանի Հանրապետությանը, արդեն մի մասը ես ասացի, այն որ Հայաստանը փաստորեն այդ մեծ ընտանիքի մաս է դառնում եւ Հայաստանը ոչ թե պետք է փորձի կամ կա հնարավորություն, կա որոշակի զարգացում, որի դեպքում Հայաստանը կլինի դրա մաս, այլ Հայաստանը հիմնադիր է այդ ամենի, այդ սուբյեկտանության կրող է, այդ սուբյեկտանության ստեղծող ինչ-որ մի մաս է, ցանցի ինչ-որ մի օղակ է։ Եվ սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս այլ մակարդակում կարող է դիտարկել իր ապագա անվտանգության, տնտեսության, զարգացման, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական դերի վերաբերյալ հասկացությունները։ Սա գլոբալ իմաստով, բայց բացի այդ, եթե տեղայնացնենք, Հայաստանի Հանրապետությունը դարձել էր աշխարհի կենտրոն, Հայաստանի Հանրապետության վրա էր սևեռված աշխարհի ուշադրությունը, Հայաստանի հեղինակության բավական ամրապնդում տեղի ունեցավ, Հայաստանը ձերբազատվում է այլ պետության, տվյալ դեպքում Ռուսաստանի արբանյակ լինելու այդ իներցիոն պատկերացումից։ Հայաստանը բազմաթիվ համաձայնություններ կնքեց տարբեր երկրների հետ, գիտենք, որ մեծ մասը Ֆրանսիայի հետ, բայց նաև այլ երկրների հետ ստորագրվեցին կարևորագույն փաստաթղթեր Բուլղարիայի հետ, Մեծ Բրիտանիայի հետ, այլ երկրների հետ, առանձին ոլորտային համագործակցության համաձայնություններ ձեռք բերվեցին, որոնք ճիշտ աշխատանքի կապիտալացնելու դեպքում Հայաստանի Հանրապետությանը կարող են շատ մեծ դիվիդենդներ բերել։ Այսինքն դեռ շատ աշխատանք կա անելու։ Ես կասեի, որ սա սկիզբն էր այն ահռելի աշխատանքի, որը սպասում է Հայաստանի Հանրապետությանը, եւ ինչքան շատ անենք, այնքան շատ կստանանք։
Շատ լավ, պարոն Ղևոնդյան, գլխավոր դերակատարը այս ամենին, այս 3-4 օրերին Մակրոնն էր, ինչպես բոլորս տեսանք, եւ նա շատ կարեւոր մեսեջ հղեց, հնչեցրեց եւ շատ པարզ տեքստով, ուղիղ տեքստով ասաց, որ Հայաստանը դեմքով շրջվել է դեպի Եվրոպա։ Նա մեղադրեց Ռուսաստանի Դաշնությանը անգործության մեջ Արցախի մասով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման եւ բարձ ասաց, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղապահներն են եւ նրանց անմիջական քթի տակ տեղի ունեցավ էթնիկ զտում։ Նա ասաց, որ մենք այնտեղ էինք, ինչքանով որ հնարավոր էր, բայց դուք եք ամենագլխավոր դերակատարը, անվտանգության երաշխիքը դուք եք ապահովում եւ որևէ բան չարեցիք։ Ինչ էր ուզում ավելի բացենք, հա, ասել Մակրոնը։ Առաջին հերթին Մակրոնը ուզում էր ցույց տալ, թե Հայաստանի Հանրապետության ընտրության պատճառը որն է։ Ինչու է Հայաստանի Հանրապետությունը դեմքով շրջվել դեպի Եվրոպա, որովհետև այն մեխանիզմը, որի մեջ էր Հայաստանը մինչև 2022 թվականի սեպտեմբերի 14 չաշխատեց փաստացի։ Այն մեխանիզմը, որի մեջ Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը ապահովում էր, այն ձևաչափերը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը տեսնում էր իր ապագան, իր հնարավորությունների զարգացումը, փաստացի դուրս եկավ, որ սխալ է, որովհետև չբերեց այն արդյունքին, որը ենթադրվում էր։ Ռուսաստանը չկանխեց Արցախում էթնիկ զտումը, Ռուսաստանը չկանխեց 44 օրյա պատերազմը, Ռուսաստանը չկանխեց Հայաստանի տարածքների օկուպացումը, Ռուսաստանը չկանխեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների սրումը այն աստիճանի, որ Ադրբեջանը սկսեց պահանջել Հայաստանի տարածքներ։ Ընդ որում այդ ամբողջ գործընթացում Հայաստանը մի քանի անգամ դիմեց Ռուսաստանի օգնությանը, վկայակոչելով տարբեր համաձայնություններ, տարբեր համաձայնագրեր, պայմանագրեր եւ այլն։ Նույնիսկ ասում են, որ չգիտեն սահմանը։ Հապկ ասելով պետք է հասկանանք Ռուսաստան, որովհետեւ հապկում որոշումներ կայացնում է Մոսկվան։ Ես չեմ պատկերացնում, որ, չգիտեմ, Բելարուսում կամ Ղազախստանում կարող են որոշել զորք ուղարկել Հայաստան, թե Մոսկվան չցանկանա։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանը, որը այդ ամենի երաշխավորն էր, ոչ միայն Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է Ռուսաստանը ըստ պայմանագրերի։ Ռուսաստանը նաև այն ձևաչափերի գործարկման երաշխավորն էր, որոնք պիտի աշխատեին, եթե այդպիսի իրավիճակ լիներ։ Իրավիճակը եղավ, դրանք չաշխատեցին։ Ռուսաստանը չկարողացավ կամ չցանկացավ իր երաշխավորությունները իրականություն դարձնել։ Եվ Ֆրանսիան կամ Մակրոնը անձամբ ցույց է տալիս, որ Հայաստանի ընտրությունը բնական ընտրություն է եղել։ Այլ հարց է, որ օրինակ ես կասեմ, որ սա քաղաքակրթական ընտրություն է, սա մեր ժողովրդի իրենց իրացման, իրենց տեսնելու, իրենց պատկերացումների իրական հանգրվարն է, որովհետև Հայաստանը ի վերջո եվրոպական քաղաքակրթության մաս է, մենք ռուսական քաղաքակրթության մաս չենք եւ երբեք չենք եղել։ Նույնիսկ Խորհրդային Միության ժամանակներում Հայաստանը շատ ավելի լուսավորչական, շատ ավելի ժողովրդավարական է եղել, քան նույն Ռուսաստանը կամ մի քանի այլ երկրներ Խորհրդային Միության։ Բայց սա հարցի մի կողմն է։ Մյուս կողմը եւ ավելի ռեալ քաղաքականության գործողությունների հանգեցնող կողմն այն է, որ Ռուսաստանի հետ մեր պատկերացումներում ձևավորված աշխարհը փաստացի մեզ հնարավորություն չի տվել իրացնել այն, ինչ պետք է մենք իրացնեինք։ Եվ Մակրոնը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետության ընտրությունը դա բնական ընտրություն է։ Ընտրություն է պայմանավորված նրանով, որ Հայաստանը այլ ելք այս բանին չունի։ Ի վերջո Մակրոնը նաև իր երաշխիքները իր խոսքում իհարկե ուղիղ չէ, բայց անուղղակիորեն երաշխիքները տվեց, որ եթե Հայաստանը շարունակում է այս ուղով ընթանալ, ապա Ֆրանսիան Հայաստանի կողքին է, Ֆրանսիան հնարավորություններ կտա Հայաստանին, իհարկե Ֆրանսիան չի գա Հայաստանի փոխարեն կռվի, եթե պատրաստ լինի, բայց Ֆրանսիան Հայաստանին հնարավորություն կտա իր ռազմական ուժերը արդիականացնել, առավել եւս որ տեխնոլոգիական առումով ընդհանրապես անհամեմատելի են եվրոպական տեխնոլոգիաները ռուսական տեխնոլոգիաների հետ, հնարավորություն կտա տեխնոլոգիապես զարգանալ, հնարավորություն կտա Հայաստանին ամրանալ, ամրապնդել, իր դիմակայունությունը բարձրացնել, եւ եթե Հայաստանի Հանրապետությունը օգտվի այդ հնարավորություններից, մենք գուցե կարողանանք նորից երաշխիքներ չկան, բայց գուցե կարողանանք այս դեպքում իրացնել այն հնարավորությունները կամ այն տեսլականը, որը ունենք։ Տեսեք, դուք նշեցիք, որ հապկը դա Ռուսաստանն է, մյուսները որևէ բան չեն անում, այստեղ Բելարուսի մասին խոսեցին։ Այո, բայց Բելարուսի նախագահը շատ կոշտ եւ գրեհիկ արտահայտություն իրեն թույլ տվեց, ասելով ով են հայերը, ում են պետք հայերը։ Ես շատ կարճ եմ ասում, որից հետո սկսվեց այդ հիստերիան, որից հետո մեր ազգային ժողովի խոսնակը հայտարարություն տարածեց, որ դա նորմալ չէ, դուք ձեզ պահում եք շատ վատ այնտեղից ու սկսվեց այս հակամարտությունը։ Կարող ենք ասել, որ Բելարուսը Ռուսաստանի շուրթերով էր խոսում։ Հայաստանի Հանրապետությունը շատ լավ պատասխանել է դրան, պատասխանել է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունում էր Տիխոնովսկայան, որը այստեղ մի քանի հանդիպում ունեցավ, մասնակցեց գործընթացներին, կա որոշակի խոսակցություն, թե Բելարուսը փորձել է միջազգային մեխանիզմների միջոցով խոչընդոտներ ստեղծել Տիխոնովսկայի համար, բայց դա չի հաջողվել, եւ սա Հայաստանի ուղղակի պատասխանն է Բելարուսին, առայն թե ում է պետք Հայաստանը եւ ինչպիսի պետություն կարող է լինել Հայաստանը, եթե Հայաստանի Հանրապետությունում որոշումներ կայացվում են Երևանում եւ ոչ թե Մոսկվայում։ Ինչու՞ ձեր հարցի
ենթատեքստին անդրադառնալով, որովհետև մինչև 2022 թվականը իմ պատկերացմամբ Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականության հետ կապված որոշումները հիմնականում եւ նաեւ որոշ մասը ներքին քաղաքականության հիմնականում կայացվել են կամ Մոսկվայում կամ Մոսկվա զանգի միջոցով 2022 թվականից հետո, ինչպես նշեցի, այդ մեխանիզմները չեն աշխատել եւ Հայաստանի ներկայ իշխանությունը ըստ ամենայնի որոշել է որոշումներ կայացնելիս առաջնորդվել սեփական խղճով եւ համոզմունքներով։ Եվ դրանից հետո Հայաստանի իշխանությունները ինքնիշխան որոշումներ են կայացնում, չեն հարցնում որևէ մեկին ում ընդունել կամ ում չընդունել եւ դա բերել է նրան, որ մենք կարողացնենք Բելարուսին համարժեք պատասխան տալ։ Գիտենք արդեն, որ մի քանի տարի Բելարուս չեն գնում մեր պաշտոնական ներկայացուցիչները, իհարկե եկեք կաթողիկոսին պաշտոնական ներկայացուցիչ համարենք գուցե նա առանձին քաղաքականություն է վարում, դա հարցի այլ կողմն է։ Գիտենք, որ Հայաստանի եւ Բելարուսի հարաբերությունները որոշակիորեն լարված են, Բելարուսում Հայաստանի դեսպանն է կանչվել, արտաքին գործերի նախարարություն, Հայաստանի տարբեր պաշտոնյաներ տարբեր հայտարարություններ են արել, բայց եկեք ազնիվ լինենք, էլի։ Օրինակ ես կամաչեի, եթե ես ապրեի Բելարուսի նման պետությունում, կամաչեի իմ պետության համար, իմ այսպես կոչված նախագահի համար, կամաչեի իմ եւ Ռուսաստանի հարաբերությունների համար, ինչպես ամաչել եմ մինչև 2018 թվականը։ Այնտեղ մի կարևոր դրվագ կա, դրան էլ անդրադառնանք ու փորձենք ամփոփել, պարոն Ղեմոնդյան, Ալիևն էր մասնակցում հեռավար եւ նա կարծես հարթակը օգտագործեց նշելով եւս մեկ անգամ, որ իրենք ազատագրել են եւ այլն, այնտեղ սեպարատիստների մասին խոսեց, մեր բանտարկյալներին համարեց տերորիստներ, այսպես ասած եւ այլն, եւ մեր կողմից կարծես արձագանք այդպես էլ չեղավ, բայց Եվրոպական խորհրդանի նախագահ Ռոբերտա Մեցոլան եւ իդեպ նրանց էլ մեղադրեց շատ հստակ ցույց տվեց Ալիևին իր տեղը, ասելով, որ գիտեք ինչ կա, դուք չեք որոշում, մենք շատ օբյեկտիվորեն մեր աշխատանքն իրականացնում ենք եւ ամեն ինչ շատ ճիշտ ներկայացնում ենք։ Լռեք եւ նստեք ձեր տեղը։ Այս մասով մի փոքր մեկնաբանություն։ Ես նշեմ, որ Ալիևը բավական անհանգստացած էր Եվրախորհրդարանի վերջին հայտարարություններով եւ բանաձևով եւ փորձեց օգտագործել այս հնարավորությունը, որպեսզի իր բարգությունը, իր անհանգստությունը ներկայացնի, բայց ինչպես դուք նշեցիք, այո, բավական համարժեք պատասխան եղավ այն սուբյեկտի կողմից, որը փաստացի թիրախն էր Ալիևի գործողությունների, ես չէի սպասում, որ Ալիևը ինչ-որ գովեստի խոսքեր է ասելու Հայաստանի նկատմամբ, ի վերջո, ինչքան էլ որ հիմա փորձում եք խաղաղության ճանապարհով գնալ, միևնույն է Ադրբեջանը եւ Հայաստանը բարեկամ երկրներ չեն եւ չեմ էլ պատկերացնում, որ մեր կյանքի ընթացքում կամ մեր սերունդում նրանք կարող են բարեկամ պետություններ լինել, մրցակցությունը ոչ ոք չի կարող մոռանալ, մրցակցությունը լինելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, կոշտ մրցակցությունը լինելու շատ դեպքերում միմյանց նկատմամբ մեղադրանքներ լինելու, նույնիսկ եթե սահմանները բացվեն եւ առևտուր անեն Հայաստանը եւ Ադրբեջանը, այնպես որ պետք է հաշվի առնել, որ ինչքան էլ Հայաստանը եւ Ադրբեջանը չեն կրակում իրար վրա, ինչքան էլ Հայաստանը եւ Ադրբեջանը հիմա փորձում են որոշակի կառուցողական գործընթացներ իրականացնել, միևնույն է Հայաստանը եւ Ադրբեջանը բարեկամ պետություններ չեն եւ սпасել Ալիևից, որ նա չգիտեմ գովալու է Փաշինյանին կամ գովալու է Հայաստանի Հանրապետությունը անիմաստ է։ Նա ամեն հնարավոր առիթի դեպքում Հայաստանի նկատմամբ որոշակի գործողություններ ձեռնարկելու խոսքը չի վերաբերում գետնի վրա գործողություններին, հայտարարությունների միջոցով կամ այլ միջոցներով, եւ Հայաստանն էլ կարծում եմ նույնը անելու է Ադրբեջանի հետ կապված հարցերում, առաջին հերթին մրցակցության պատճառով, բայց նաեւ այն պատճառով, որ մենք բարեկամ պետություններ չենք։ Եվ Հայաստանի արձագանք չլինելն էլ ես կապում եմ Հայաստանի իշխանությունների ворթեգրած մարտավարության հետ, Հայաստանի իշխանությունները գտնում են, որ այս փուլում պետք չէ սրել իրավիճակը եւ անհրաժեշտ է հասնել այն նպատակներին, որոնք դրված են, ունենալ խաղաղություն Ադրբեջանի հետ, ունենալ առևտուր Ադրբեջանի հետ, բացել սահմանները, փորձել տարածաշրջանում իրավիճակը հանդարտեցնել եւ թույլ չտալ, որ կոնֆլիկտները նորից վերածնվեն։ Հետագայում թե ինչ կլինի, իհարկե գուցե Հայաստանի այս իշխանությունները կամ նոր իշխանությունները երբ որ կլինեն, նրանք այլ կերպ վերաբերվեն Ադրբեջանից հնչող հայտարարություններին, բայց այս բանի մարտավարությունը սա է, կաշխատի թե չի աշխատի կտեսնենք։ Եվ ամենավերջում շատ կարճ կխնդրեի ասեիք, սպասել մինչև տարվա վերջ խաղաղության փաստաթղթի ստորագրման, թե ինչ որ բաներ դեռ ըստ ամենայնի ոչ, որովհետև դրա համար անհրաժեշտ է սահմանադրության փոփոխություն Հայաստանում, Ադրբեջանը այնուամենայնիվ հետ չի կանգնում այդ իր պահանջից, իսկ սահմանադրության փոփոխություն մինչև տարվա վերջ ես չեմ կանխատեսում, այնտեղ բավական երկար եւ կարող ասել այդ փոփոխություններ այլ ինչ չէ, ես չեմ կարծում, որ նման լինի, իմ գնահատմամբ Ադրբեջանը ընդհանրապես հիմա փոշմանել է, որ այս նախապայմանը առաջադրել է, բայց այլևս չի կարողանում հետ կանգնել ուղղակի, նրանք կցանկանային ստորագրել խաղաղության պայմանագիրը, որովհետև
ի վերջո օբյեկտիվ եթե նայում ենք որևէ էական խանգարող հանգամանք չկա, բացի նրանից, որ նրանք այդպիսի նախապայման են առաջ քաշել եւ հիմա էլ դրա ձեռքը կրակն են ընկել, բայց հաշվի առնելով Ալիևի տեսակը, Ալիևի քաղաքական պատկերացումները, Ալիևի եւ իր հասարակության փոխհարաբերությունները եւ այլն, չեմ կարծում, որ այս պահին կամ մոտակա ապագայում Ադրբեջանը հետ կանգնի իր այդ պահանջից, այնպես որ եթե սահմանադրությունը փոխվի, մեծ հավանականությամբ շատ արագ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը։ Բայց հենց հարցը այդ է, որ եթե սահմանադրությունը փոխվի, իսկ համաձայնությունը այս տարվա ընթացքում իսկ տեխնիկապես հնարավոր չէ փոխել, առավել եւս որ բավական լուրջ կասկածներ կան, որ ընդհանրապես հնարավոր է այդ փոփոխությունը իրականացնել։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար։ Երեկ երեկոյան կայացած ուժեղ Հայաստան կուսակցության հավաքի ժամանակ անձինք են ձերբակալվել, այս մասին հայտնել են ոստիկանությունից, տվյալ հատվածից 3 անձ սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանում, որտեղ նրանց մոտ հայտնաբերվել են դանակներ, նշել են գերատեսչությունից։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը տեսաշարով։ Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված 2 անձ ձերբակալվել է, նրանց նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել, հայտնել են քննչական կոմիտեից։ Երրորդ անձին մեղադրանք է ներկայացվել։ Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ անչափահաս քույրերի հայրը ներքին գործերի նախարարության ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ՎԵ-ն օգտվելով իր դստեր անօգնական վիճակից կատարել է անառակաբարո արարք։ Քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԵ-ի նկատմամբ։ Քրեական այս վարույթը գտնվում է գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո։ Ի դեպ այս գործով 5 պաշտոնյա Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, Արարատի մարզի քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը, քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռոստամյանն ու համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը հրաժարական են տվել։ Հայաստանի պետեկամուտների կոմիտեն հայտնել է, որ արտարժույթի առուվաճառքի ոլորտում բացահայտվել են մի շարք խախտումներ, 3 ՍՊԸ առանց կենտրոնական բանկի լիցենզիայի իրականացրել են արտարժույթի փոխանակման գործարքներ, ինչի վերաբերյալ կազմվել են արձանագրություններ եւ նյութեր են ուղարկվել իրավապահներին։ Բացահայտվել են նաեւ դեպքեր, երբ 100,000 դրամը գերազանցող գործարքների ժամանակ չեն պահանջվել հաճախորդների անձը հաստատող փաստաթղթեր, գործարքները ձևակերպվել են այլ անձանց տվյալներով կամ բաժանվել մասերի, վերահսկողությունից խուսափելու համար։ Մի շարք անհաձեռնարկատերեր էլ չեն տրամադրել սահմանված անդորագրերը։ Բացի այդ, երկու ընկերություն թաքցրել է 60 միլիոն դրամ հարկվող շրջանառություն, ինչի հետևանքով պետբյուջետ չի վճարվել 11 միլիոն դրամ հարկ։ Վնասը հետագայում վերականգնվել է, տեղեկությունները փոխանցվել են նաև կենտրոնական բանկ պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով։ Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքում բնակվող ազգությամբ հայ գործարարի կազմակերպմամբ վերջինիս մերձավոր շրջապատի անձինք 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի ընտրություններին ուժեղ Հայաստան կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների պարտք գումարի մասը զիջելու, աշխատանքի ընդունելու եւ այլ եղանակով խոստացել են տալ կաշառք։ Բացի այդ, նույն անձինք փորձել են խոչընդոտել Սյունիքի Սիսյան համայնքի մի շարք բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով։ Դեպքի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խոզարկություններ եւ վարույթային այլ գործողություններ։ Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու եւ ստանալու հերթական դեպքերը։ Կոմիտեի տվյալներով մի շարք անձինք ընտրություններին մասնակցող քաղաքացիներին առաջարկել եւ փոխանցել են գումար, որոշ թեկնածուների կամ քաղաքական ուժերի օգտին քվեարկելու նպատակով։ Քննությամբ պարզվել են ինչպես ընտրակաշառք տված, այնպես էլ այն ստացած անձանց շրջանակները։ Հրապարակված տվյալների համաձայն ընտրակաշառքի գործերով հիշատակվում է ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի այդ կուսակցության անդամներն ու համակիրները տարբեր մարզերում ընտրողներին խոստացել կամ առաջարկել են գումար, աշխատանք եւ այլ առավելություններ իրենց օգտին քվեարկելու դիմաց։ Դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ, իրականացվում են քննչական ու դատավարական գործողություններ, բոլոր ներգրավված անձանց ինքնությունն ու դեպքերի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով։
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված 19-ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը 2 ամիս ժամկետով։ Օրեր առաջ 19-ամյա երիտասարդ բլոգերը Երևանում մեքենայով մտածված գերազանցել է ավտոմեքենայի արագությունը, վթարային իրավիճակ ստեղծել եւ տեսանկարահանել իր արարքը։ Դրանից հետո տեսանյութ է հրապարակել, որտեղ դիտում է իր մասնակցությամբ վթարի վերաբերյալ ռեպորտաժն ու ծաղրում։ Գլխավոր դատախազությունից տեղեկացրել էին դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել տղայի Վարդան Մարկոսյանի նկատմամբ։ Այսքանը ցտեսություն։